Մարզային մի խումբ հեռուստաընկերություններ, որոնք չեն թվայնացվել, բաց նամակով դիմել են Հայաստանի իշխանություններին։ Խնդրում են քայլեր ձեռնարկել ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու եւ ոլորտում հավասար պայմաններ ստեղծելու համար։ 6 հեռուստաընկերությունների ղեկավարները պնդում են, կանգնած են փակման եզրին։ Արմավիրի Ալթ հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Խաչիկ Դանելյանն Ազատության հետ զրույցում մտահոգություն հայտնեց։ Իրենք այսպես երկար չեն գոյատևի։ Փաստորեն մենք ես 89 թվականից աշխատում եմ, ունեմ մասնագետներ, փորձված աշխատողներ ունեմ, փաստորեն ես չգիտեմ այսօր իրանց ինչ ասեմ։ Ավելի արդար կլներ, որ իշխանությունները մեզ ասեն, գիտեք ինչ, անջատեք ամեն ինչ, գնացեք տուն։ Փաստորեն քանի որ այդ չեն ասում, բայց փաստորեն ստացվում է, որ պետք է անջատենք, գնանք տուն։ Լոռի TV-ի տնօրեն Նարինե Ավետիսյանը կարծում է, որ հեռուստաընկերության եւ ռադիոյի մասին օրենքը, որը բազմիցս փոփոխությունների է ենթարկվել, միևնույն է չի կարգավորում ոլորտը։ Ես չեմ հիշում իմ գիտակցական աշխատանքային գործունեության ընթացքում թիվը, թե որքան անգամ է այս օրենքում կոսմետիկ փոքրիկ նորոգումներ կատարվել, ըստ էության այս օրենքը շատ հին է, մաշված, չի համապատասխանում 21-րդ դարի հեռուստատեսության եւ ռադիոյի պահանջներին, ինչպես նաեւ մի շարք սահմանադիր օրենքների։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը մարզային հեռուստաընկերությունների դեմ կատարվող նման գործընթացը որակում է որպես թաքնված գրաքննություն։ Շեշտում է, իրավիճակը համընկել է նախընտրական շրջանի հետ։ Ընտրությունները ուղղակի պետք է եւս մեկ պատրվակ հանդիսանան, որպեսզի իշխանությունները մեկ անգամ եւս խորը մտածեն եւ իրավիճակը սթափ գնահատեն ու հասկանան, որ սա այն ժամանակահատվածը չի, որպեսզի մարզային մի շարք հեռուստաընկերություններ, որոնք աշխատել են արդեն 20 տարի, ունեն իրենց լսարանը, իրենց կայուն աշխատակազմը, որոնք ինչ որ ուրեմն բարձունքների են հասել, որպեսզի դրանք ուղղակի վերցվեն եւ փակվեն։ Չեմ խոսում, որ աշխատատեղերի մասին է խոսքը այս ոլորտում։ Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց Փակbaşնետիրական ընկերության տնօրեն Գրիգոր Ամալյանի փոխանցմամբ մարզային հեռուստաընկերությունները թվային հեռարձակում կստանան այն ժամանակ, երբ ստեղծվի թվայնացում իրականացնող մասնավոր մուլտիպլեքս։ Իսկ հեռուստաընկերությունների ղեկավարների մտահոգությունները, որ լսարանի կորուստ կունենան, համարում է չափազանցված։ Քանի որ հեռուստատեսային պարկը, որը անալոգային հեռուստաազդանշան ընդունում է, մոտակա համենայն դեպս 2-3 տարվա պես էականորեն փոխված չի լինի, կարծում եմ, որ նրանք էական կորուստներ լսարանային չեն ունենա, կարծում եմ այդ ժամանակում ողջամիտ է, որ իհայտ կգան արդեն մասնավոր հեռարձակողները։ Մինչ պատկան մարմինները սպասում են մասնավոր մուլտիպլեքսի շուկա գալուն, մարզային որոշ հեռուստաընկերություններ արդեն փակվում են։ 25 աշխատակից ունեցող Ալավերդիի անկյուն գումարած 3 հեռուստաընկերությունն այսօր արդեն 4 աշխատակից ունի։ Նրանցից մեկը Էմմա Պետրոսյանը եւս շուտով կլքի սիրելի աշխատավայրը։ Եթե մինչև այդ մեր հեռուստաալիքը հեռարձակվում էր մեր քաղաքում եւ հարակից մոտ 10-15 գյուղերում, այժմ միայն քաղաքում է հեռարձակվում եւ կորցրել է իր լսարանը։ Աշխատողների մի մասը կրճատվել են եւ հետագայում էլ չգիտենք, այսինքն ինչքան ժամանակ հեռուստաընկերությունը կշարունակի իր գործունեությունը։ Ես էլ արդեն այս պահին աշխատանք եմ փնտրում։